Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Լավ կինոն ինչպես խելացի գիրքը պետք է օգնի աշխատացնել ուղեղի գալարները։ Քիչ անցվեր մասնակիցները մի լավ կլարեն իրենց ուղեղները։ Ձեր լավ երեկոն ապահովելու նպատակով։ Բարի երեկո։ Եթերում կինոն է։ Մայստրո Երվանդ Երզնկյանն իր նվագախմբի հետ այստեղ է։ Հարմար տեղավորվեք, սեանսը սկսվում է։ Այսօրվա կինոյի մասնակիցները արդեն արժանացել են Օսկարի կինո անվանակարգում եւ եկել են պարզելու հաղթողին։ Այսօր իմ տաղավարում է Դիանա Շատվերյան, դիզայներ, մոդելավորող, Ներսես Ավետիսյան, դերասան, երգիչ, հաղորդավար, Լուիզա Ներսիսյան, դերասանուհի, 10 տարի առաջ օսկարակիր ռեժիսոր Շոն Բեյքերի Թենդերին ֆիլմում փայլած եւ ոչ միայն։ Եվ Արսեն Գրիգորյանի հետ խաղացած։ Այո, եւ միասին խաղացել ենք այդ ֆիլմում, ուրախ եմ, որ միասին այսօր խաղալու ենք կինո սիրելի ընկերներ։ Ինչպես հասկանում եք, առավել մի փոքր բարդություն կա այսօրվա խաղի մեջ, որովհետեւ երեքդ էլ մեր նախորդ եթերաշրջանների ժամանակ այստեղից գնացել եք Օսկարով ու հաղթանակած։ Բայց խաղի կանոններն այնպիսին են, որ կրկին մեկը պետք է այսօր հաղթի։ Եվ թե ով կլինի այդ մեկը, մենք կիմանանք խաղի ընթացքից կախված։ Լուիզա, ինչպես եք տրամադրված այսօրվա խաղին։ Ուզում եմ դառնալ կրկնակի օսկարակիր։ Ներսես։ Ես իմ առաջին Օսկարի հետևից եմ եկել դեռս։ Ես էլ ունեմ մի հատ կներեք, ես էլ ինչ վատ կլինի, որ դառնամ կրկնակի Օսկարակիր։ Ես էլ զարմացա, ինչ է Ներսեսին կանչե, թե չունի Օսկար։ Ճիշտ, ստեղ միայն Օսկարակիրներն են։ Մենք չէինք կարող այդպիսի բան թույլ տալ, Լուիզա, ձեր կողքին պարզապես ինչ-որ մեկին կանգնեցնել, դրա համար այո, բոլորը Օսկարակիր են։ Դիանա։ Ես այս դերասաններից հետո Արսեն ջան չգիտեմ ինչ ասեմ, իրանք Օսկարի հետևից են եկել, ես էլ հաղթանակի։ Դու էլ հաղթանակ։ Ես Օսկարը իրանց կտամ։ Ես կհաղթեմ Օսկարը արձանիկը կտամ 2 հատ կունենա։ Երկու հատ, չէ՞, սկիզբը սենց պիտի լիներ։ Որ սկիզբը սենց է լինել։ Այսպես սկսեց եւ մենք Շատ հավեսած սկսել արդեն դուրս գալ, որ խաղում ենք կինո, ու սա ոչ թե սկիզբն է, կարծես արդեն կուլմինացիոն շրջանն է, զարգացումն է, որը ինչ որ իմաստով լարվածություն է առաջացնում, բայց այն միշտ հոգուտ խաղի է։ Միասին խաղալու ենք կինո, գուշակելու ենք աշխարհի տարբեր ֆիլմեր, մուլտֆիլմեր եւ հեռուստասերիալներ։ Ամեն դեպքում հիշեցնեմ կանոնները։ Առաջին փուլում 15 ֆիլմից բաղկացած հարցաբազա է 3 կատեգորիայով եւ գուշակելու նույնքան տարբերակով։ Երկրորդ փուլում ֆիլմերն էմոջիների տեսքով են։ Երրորդում 5 բոլորովին տարբեր առաջադրանքներ են, երբեմն նույնիսկ 6։ Այս ամենից հետո սուպեր խաղն է 120 վայրկյան եւ 7 ֆիլմ ու 1 մասնակից։ Նախ պետք է խաղը սկսել, մինչև եզրափակիչ փուլ հասնելը, դրա համար ես ունեմ հատուկ հարց, որի պատասխանը ստույգ թիվ է։ Հարցը լսելուց հետո 20 վայրկյանի ընթացքում ձեր առջև դրված թղթերի վրա կգրեք պատասխանի ձեր տարբերակը, ումը առավել մոտ եղավ ճշմարիտին, նա էլ կսկսի մեր առաջին փուլը եւ այսպես հարցը։ Քրիստոֆեր Նոլանի Ինտերստելար միջաստղային ճամփորդություն ֆիլմում, երբ Միլլեր մոլորակի վրա անցնում էր 1 օր, այդ ընթացքում որքան ժամանակ էր անցնում երկիր մոլորակի վրա։ 20 վայրկյան։ Գիտես դու ինչու՞ Ներսես արդեն գրեց։ Ինչ րոպեով ենք գրում։ Որքան ժամանակ էր անցնում, դա կարող է շատ ավելին լինել, քան րոպեն։ Օրերով, Նույնիսկ կասեի տարիներով։ Ներսես ինձ նայում է, թե ինչու եմ հուշում։ Ժամանակ եւ խնդրեմ, Ներսես, քանի որ առաջինը դուք եք գրել, սկսենք ձեզնից։ Ես կարծեմ 7 տարի էր տևում 1 օր այնտեղ, եթե հիշողությունս չի դավաճանում։ 1 օրը տևում էր 7 տարի, ըստ Ներսես Ավետիսյանի։ Դիանա 10 10 տարի ըստ
Դիանա Շատվերյանի եւ Լուիզա Ներսիսյանը 100 տարի ըստ Արամեի։ Երկի։ 100 տարի ըստ Արամեի եւ ըստ Արամեի տարբերակը օգնեց ձեզ հաղթելու, որովհետեւ իրականում այդ ընթացքում 168 տարի էր անցնում Աստված ջան։ երկիր մոլորակի վրա եւ առաջին փուլը սկսելու է Լուիզա Ներսիսյանը։ Շնորհակալություն։ Մենք սկսում ենք մեր խաղը, բայց ինչ խաղը սկսել է, լարում ենք լսողությունը, սրում ենք տեսողությունը եւ թարմացնում ենք հիշողությունը։ Դարտանյան, Բազազարտեմ, Ֆիգարո։ Մենք խաղում ենք կինո։ Առաջին փուլում ֆիլմերը գուշակում ենք ըստ դրվագի, ըստ սաունդթրեքի եւ ըստ պաստառի։ Գուշակելու տարբերակը համապատասխանում է խմբավորված դասակարգումներին։ Այսօր դրանք այս տեսքն ունեն։ Օսկարակիր տեսարաններ, դրվագներ ֆիլմերից, որոնք արժանացել են Օսկարի տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում։ Օսկարամուլտ երաժշտություն անիմացիոն ֆիլմերից, որոնք երազանքի արձանիկը ստացել են լավագույն երգ անվանակարգում հաղթելու համար։ Եվ ոսկե ազնվամորի տարվա վատագույն ֆիլմի համար այդ հակամրցանակին նոմինացված ֆիլմերի պաստառներ։ Եթե դուք պատրաստ եք, սկսում ենք խաղը։ Ընտրում է Լուիզան ինչպես գուշակել, բայց հնարավորությունը հավասարապես տրված է բոլորի։ Ճիշտ պատասխանի դեպքում կվաստակեք համապատասխան միավորը 10, 20, 30, 40 եւ կամ թե 50, իսկ սխալ պատասխանի դեպքում մեկ հարց բացեք թողնելու խաղը։ Ծափահարություններով ազդարարենք խաղի սկիզբը, Լուիզա, ընտրեք։ 50 50 ինչ։ Օսկարակիր։ 50 Օսկարակիր, խնդրեմ։ Отступники. Լեոնարդո Դիկապրիո, Մեթ Դեյմոն։ Ուխտադրուժները, ճիշտ է։ Եվ առաջին 50 միավորը ձերն է։ Շնորհակալություն։ Ու դուք էլ շարունակում եք խաղը, Դիանա։ Օսկարակիր 40։ Օսկարակիր 40։ Այո։ Девушка на миллион։ Այո, $1 միլիոն աղջիկը։ Ապրես։ Լուիզա։ Վայ ես եմ։ Այո։ Դա 30։ Օսկարակիր։ Այո։ Օսկարակիր 30։ No Country for Old Men, Javier Այստեղ Bardem, ծերունիների տեղը չէ, Խավիեր բրավո Ներսիս։ Բարդեմ։ Այո։ Fantastic, you know. Շարունակեք։ Գնանք 50-ների հետևից, հա, արս։ Խնդրեմ։ Մուլտով սկսենք։ Օսկարամուլտ 50, լսում ենք։ Դիանա։ Красавица и чудовище։ Չէ։ Չէ։ Ասեմ։ Մի րոպե։ Ահա, Ասեք, բայց միավոր չի գալու։ Մի Հա, րոպե, լավ։ մի րոպե։ Ալադին։ Ալադինը ճիշտ ճիշտ է։ տարբերակ էր, Հա, այնպես որ ճիշտ է։ միավոր ոչ մեկ չի ստանում։ Դիանա։ Դուք մեկ հարց բացեք թողնում ոչ, խաղը։ իսկ գնամ, թե Ներսես մնամ։ դուք եք ընտրում ինչպես գուշակել։ Գանք Օսկարամուլտ 40։ Օսկարամուլտ 40։ Ներսես։ Frozen, Չէ։ գիտարով։ Տան։ Դուք ուժեղ եք վստահ եմ գիտեք։ 3 2 մուլտ 1 I hope you want Այդ երկն է։ Պատասխան։ Ես գիտեմ որ դուք հրաշալիքի երգ եք Ներսես, բայց հիմա դուք պատասխան։ Okay, ուրեմն ասեմ Ալադինը անցածներ, չէ՞, չի։ Չունենք պատասխան։ Կոկոյի գաղտնիքը։ Այո։ Դիանա դուք վերադառնում եք, Ներսես դուք մեկ հարց բաց եք թողնում խաղը։ Դիանա վերադարձավ եւ ցածր միավորները ձերն են այս պարագայում, Լուիզա դուք եք ընտրում ինչպես շարունակել։ Ոսկե ազնվամորի 50։ Ոսկե ազնվամորի 50։ Դիանա Տրանսֆորմերը։ տեսնենք։ Հաստատ Այո, տրանսֆորմերները, վերջին ասպետը։ Ներսես դուք վերադառնում եք խաղ։ Այո, Դիանա շարունակեք։ Թող լինեն Օսկարակիր մուլտեր 30։ 30, խնդրեմ։
Ներսես դուք լավ կխաղայիք այս կերպարը։ Ես եմ։ Այո։ Красавица и чудовище։ Ես ասի Ներսեսը լավ կխաղար, ոչ թե դուք, Լուիզա։ Красавец։ Խալեմ ասել է դեր։ Ոչ, առյուծ արքան։ Կարոլ է։ Լուիզա, մեկ հարց բացեք թողնում, Ներսես դուք եք ընտրում։ Գնանք դե ոսկե ազնվամորի 40։ Ոսկե ազնվամորի 40։ Խաղում է ուրեմն Դենիրոն, բանի հետ, Զակեփրինի հետ, պապիկը վատցկով, չգիտեմ։ Տեսնեք, Դեդուշկա Պավիդյան, Այրենով Պավիդյան։ չեմ հիշում։ Այո։ Լյոխկովը։ Հետևաբարո պապիկը։ Այո։ Ճիշտ է, Լուիզա, դուք վերադառնում եք խաղ։ Շնորհակալություն։ Ներսես շարունակեք։ Դե գնանք 30-ի հետևից ոսկե ազնվամորի։ Ոսկե ազնվամորի 30։ Ներսես։ Բեթմեն։ Против Եվ Բեթմեն против Սուպերմեն։ Սուպերմեն։ Բեթմենը Սուպերմենի դեմ։ Ես բայց չհասցրեցի։ Բեթմենն ընդդեմ Սուպերմենի, ճիշտ է։ Ներսես շարունակեք։ Մնացին 20-ներն ու 10-երը։ Գնանք Օսկարակիր 20։ Օսկարակիր 20։ Օսկարակիր 20։ Մի քիչ համբերեք։ Թատրոնի ետնաբեմը։ Birdman։ Ճիշտ է։ Birdman։ Թատրոնի ետնաբեմը լավ հուշում էր։ Շարունակեք Բայց Ներսես։ մի հուշի Արսեն, տես չի կարելի։ Բոլորիդ եմ հուշում, երեքդ էլ խաղի Մեզ մեջ հուշի, եք, այնպես չի որ Օսկարամուլ։ Բայց Ձյանան թատրոնի ետնաբոյում կարողա չի եղել։ Ես չեմ Ձյանային ես անձամբ տեսել եմ թատրոնի Լավ։ ետնաբեմում, դրա համար։ Շատ գիտես Ոսկե ազնվամորի 20։ Ոսկե ազնվամորի 20։ Twilight։ Ներսես։ Մթնշա, խավարում։ Ես եմ սխալում, դու եք քոնն ասխմվում։ Շարունակեք Ներսես։ Գնանք Ինքնա պատասխան։ ոսկե ազնվամորի 10-ը։ Ոսկե ազնվամորի 10-ը։ Իա։ Հիմա Օգյանը։ Ջոկեր, երկրորդը։ Ահա, Շատ խելագարություն Այո։ 2-ով։ Ճիշտ է։ Ես չգիտեի, որ այս ֆիլմը տարել է ոսկե, այդքան վատն է Ահա փաստորեն, շատ վատն չեմ է։ նայել։ Շատ վատն է։ Մեզ մոտ ոչ միայն հաղթածներն են, այլ նրանք, որոնք նաև նոմինացվել են որպես վատ ֆիլմ։ Հասկացա։ Հա դե ասեք, դրա համար ես չէի կարող։ Օսկարակիրներն են։ Հասկացա, Իսկ ոսկե ազնվամորին Okay. ովքեր։ Ես թյուրիմացիա մեջ էի, մտածում էի դրա համար չէի Հա, սեղմում։ դրա համար չէ, սեպն, բանի Ձյանա շարունակեք։ Օսկարամուլտ 20։ Օսկարամուլտ 20։ Ով է, ես եմ սեղմել։ Ներսել։ Դե Ներսես դու չփոխոտով ես որ ինքնա սեղմում եմ։ Միմիկաները հաշվի առնելով Արսենի, երևի էսա գեղեցկուին եւ հրեշի Այո, դու ես։ Լուիզին ասում էր, ասա։ Գեղեցկուհին եւ հրեշը։ Դու դե ուրիշ բանի վրա ես։ Ճիշտ է Ներսես։ Ներսես մնացել է երկու Ներսես ուրիշ բանի վրա ես։ Օսկարակիր 10-ը եւ Օսկարամուլտ 10-ը։ Ո ես Ես գնացի։ ամաձայն եմ, Ներսես ուրիշ բան է սեղմում։ Սարսափելի է։ Ասա Ներսես։ Ներսես դուք Օ, եք ես եմ ընտրում։ ասում։ Հա դու ես ասում։ Okay, Օսկարակիր կինո 10-ը։ 10-ը միավոր, խնդրեմ։ Ախ, այս շատ հեշտ է, այս Էս մեքենան ես եմ աշխարհը սեղմել, գիտի։ ես եմ սեղմել։ Ես եմ սեղմել։ Ես եմ սեղմել։ Ներսես։ Green Book։ Այո, Օսկարակիր։ կանաչ գիրքը Ես ճիշտ է։ չեմ համաձայն չեմ, ինքը կնոպկա ունի։ Եվ վերջինը, որը կարող է 10 միավոր բերել ձեզնից Տրվում է։ յուրաքանչյուրին, Ներսես Ձյանա կարող եք հանգիստ սպասել, տեսնենք Լուիզան ինչ կասի այս պարագայում։ Հա, այս շատ հեշտ է։ Ձյանա։ Frozen։ Սարսե սիրտը, ճիշտ է։ Բրավո, եւ արդեն 120 միավոր, Ձյանա Շատվերյան, ձեզ մոտ է։ 170 միավոր, վաստակել է Ներսես Ավետիսյանը, Դու էլ ունես։ եւ Դու ուրիշ տեղ ես 40 միավոր, անկրկնելի Լուիզա Ես չեմ Ներսիսյանը։ հավատում, Լուիզա, լուրջ։ մենք քեզ սիրում ենք։ Պատահում են այսպիսի բաներ, բայց Լուիզա, մի անհանգստացեք, դուք երեքդ էլ ինձ հետ գալիս եք երկրորդ փուլ, որտեղ վստահաբար հնարավոր է միավորների մեջ գրանցել այլատիպություն եւ մեծ փոփոխություններ։ Առաջինի եթերում շարունակում ենք խաղալ կինո Ձյանա Շատվերյանի, Ներսես Ավետիսյանի եւ Լուիզա Ներսիսյանի հետ։
Ապարունակ սրիկաները ֆիլմի նկարահանումից առաջ Քվենտին Տարանտինոն անձամբ գնացել է Բրեդ Պիտեն ստուն նրան համոզելու, որպեսզի նկարահանվի ֆիլմում։ Նրանք երկուսով 5 շիշ կարմիր գինի են խմել։ Եվ վերջում Բրեդ Պիտը համաձայնել է նկարահանվել։ Ես կարող եմ ենթադրել, որ 4-րդ շշից հետո նրանք արդեն շփվում էին ժեստերով եւ միգուցե նաեւ էմոջիներով։ Մեր խաղի երկրորդ փուլը հարուստ է լինելու էմոջիներով։ 15 ֆիլմ եւ 15 վայրկյան յուրաքանչյուր ֆիլմը գուշակելու համար։ 15-ին գումարում ենք 15, ստանում ենք ուղիղ 30 միավոր, որ կարող է գալ ամեն պատասխանին ձեզնից յուրաքանչյուրին։ Սխալ պատասխանի դեպքում գործում է նույն օրենքը, բաց ենք թողնում մեկ հարց։ Սկսեցինք։ Գնացինք։ Հա, 300 սպարտացիները։ Ուժեղ 300 տղեկ։ Հաջորդը։ Յայն քարակ սխմում։ Լուիզա։ Կենաց ծառը։ Ճիշտ է։ Ճիշտ է, ասացինք։ Հաջորդը։ С легким паром. Չէ, մի րոպե։ Красное солнце пустыни? 3, 2, Չէ, 1։ Որն է։ Արնոլդ Շվարցնեգերն էր խաղում։ Որն է։ Չգիտեմ, լավ։ Կարմիր Ռուս ոստիկան, որը եկել էր Ամերիկա, կհիշեք։ Ամեն ինչ արեցի կարմիր տապ։ Վերջում էլ Ռուսերեն կա։ Ժառա։ Հա, Վերջում է, այո, ջերմաչափն ենք տեսնում կամ արևը եթե Հա, տապը չգիտեմ, այս մեկը բաց եմ թողնում, չէ՞։ Դուք մեկ հարց բաց եք թողնում։ Հաջորդը։ Հերոստասերիալ է։ Խնդրում եմ, ես շատ եմ սիրում այդ սերիալը։ Կոմեդի ժանրից։ Ես անունը չեմ հիշում։ Ամերիկացի մարզիչը եկավ Անգլիա։ Սխմի, Լուիզ։ Լուիզա, զեղմեք ինչ որ մեկը։ Տեդ Լասո։ Թեդ Լասո։ Ձյանա վերադառնում եք խաղ, 3 դել շարունակում եք խաղը եւ խնդրեմ հաջորդ հուշումը։ Как я встретила вашу маму. Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին։ Славно. Հաջորդը։ Как я встретил вашу маму. Ուղղակի սեղմել եմ, պետք է մտածեմ։ Ներսես, չէ, ցանկալի է մտածել։ Հա, բայց Վարդերի այստեղ բան կա, հետո վտանգ կա։ սեղմել։ Մի րոպե ջղային էմոջի է ինչ որ։ Վայ, ես կարամ Եվ ինչ են։ պատասխանեմ, խնդրեմ, շատ լավն է։ 6 հատ են, 7 հատ չեն, որ Ես դալմատինները։ պատասխանեմ։ Ներս Շունիկները, շները, հա, հա, ինչ դոգ, ինչ որ դոգ։ Չէ, մի ասա, մի հուշի։ Ինքը բարձր է։ Ջղային շունը, չգիտեմ։ Չի, ես ասեմ Бешеные псы. Այո, Բեշենի, թողնում։ Ոչ թե շները հեչ կատաղած չէին այլ։ Եվ ես ցանկանում եմ հիշեցնել, որ 15 վայրկյաները լավ է մի քիչ սպասել, գուշակել նոր սեղմել, քան սեղմել ու սկսել գուշակել։ Շարունակում ենք հաջորդը։ Ես ինչա։ Լուիզա, ինչ եք Ոչ մի տեսնում։ բան է։ Սեղմեք մի։ 3x-ը։ Ինչ եք տեսնում։ 3x։ Բրավո, ճիշտ է, 3x։ Կինա։ Ապրես։ Շատ լավն է։ Ներսես դուք վերադառնում եք խաղ։ Ինչ ես տեսնում, 3x։ Ընտրեք հաջորդը։ Այս բանն է։ Դանա։ Իռոնիա судьбы или с легким паром։ Բրավո, ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքը տանուշ։ Այո։ Հաջորդը։ Ներսես վերադարձել եք, չէ՞ մեզ հետ եք։ Մի րոպե։ Այս ինչա։ Եգիպտոս, ուժեղ մարդ, Asterix-ն ու Obelix-ը, հա, երևի Asterix-ն ու Obelix-ը։ Մենակ ես թևիկներն են նման, Պատիկը գիտես։ խմելի տես բանն այն, թուրմն է, որ խմում դառնում են։ Հա, բայց Դրոիդը։ թևիկներն են նման, Այո։ ճիշտ է։ Բրավո, շարունակում ենք հաջորդը։ Once Upon a Time in America։ Մեկ անգամ, հա, մեկ անգամ in Hollywood, մեկ անգամ Այո։ Hollywood-ում կինոյին։ Однажды в Голливуде, Հոլիվուդում, ճիշտ է։ ճիշտ է։ Շատ լավն է։ Բան չունեմ ասելու ճիշտ է։ Ուզում ես սպանի Լուիզը։ Համաձայն եք այդ մտքի հետ, շատ լավ է։ Հաջորդը։ Լուիզա։ Բանը չի, Դորիան Գրեյ, կարտինը Դորիան Գրեյ։ Չէ։ Նա Որ երկրի դրոշն է։ Շատ վատ է, էլի։ Կորեա։ Ճապոնիա, Կորեա։ Հարավային, հյուսային։ Հա, Old Boy։ Այո, Old Boy։
Շատ լավն է։ Այո։ Յանք Միթե մենք այո ենք ասում, ինքը սխմում։ Բլականաբար։ ջար Երիտասարդ Միջև ես ու դու շփվում էինք, ինքը սխմում ա։ դրել էին երեխեք։ Էս հեշտ էր, լավ։ Հա, հեշտ է։ Խնդրեմ եւս մեկը։ Ասեմ, Դիանա։ ես չեմ։ Միջև общество поэтов։ Թե չէ։ Այ, էս Որ- մի քիչ խառնում է այն մեջտեղի բմբուլը։ Ինձ էլ է բամբուլը խաղում, բայց общество каких поэтов մի րոպե։ Լավ, չեմ կարող ընդունել, ավաղ Հա, լավ. ներողություն եմ խնդրում։ Գրիմ եղբայրներ, երկու բրատյա եղբայրներ։ Գրիմ, բրատյա Գերմանիայի Գրիմ, դրոշը ճիշտ Դիանա է։ մեկ հարց բաց եք թողնում։ Խնդրեմ հաջորդը։ Նախավերջինն է ի դեպ։ Նա դե լավ։ Կներես։ Մերսի։ Ոչինչ, վերջ։ Շատ Սարդ հեշտ է։ մարդը։ Սա քեզ, Հա, վերջ։ կնե, դե հա, սարդ մարդը։ Այո, Սարդ մարդ։ Մնում էր գրեիք։ Հաջորդը։ Կապ չունի։ Շատ լավ դեր։ Հիմա կմտածեմ, ոնց են իրանք անում։ Բաներում հետո մի րոպե հեսա կասեմ։ Հեշտերն են կանում, ես շատ Ուրախ, ժպիտ, Հայկական է։ Դա Հայկական։ մայրիշի։ Սա ինչ կարող է խորհրդանշել։ արև, Չէ, պայծառ, ու երջանկության Հա։ արցունքներ, երջանկության, Կա- մի րոպե չեմ ասում դեռ։ Լավ։ Տղան, Վերջին շատ էմոջին դժվար։ ով ինչ կարող է լինել։ Հայր երկու եւ որդի։ եղբայր, Չէ։ Հայր եւ որդի։ հայր եւ որդի, հայրիկ, Հա, բայց ինչ։ Խոնարհվել։ Չէ, Հպարտանալ։ լավ այդ խոսքը ասել, երբ որ մեկ ինչ որ քեզ լավ բան է անում։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ շնորհակալություն հայրիկ։ Այո, Հրաչ Քեչիշյանի ֆիլմը։ Շնորհակալություն հայրիկ։ Եվ ընդամենը 20 միավորի պակասով այս փուլում ենք ձեզ հրաժեշտ ենք տալիս Լուիզա 320 միավորով եւ 180 միավորով Դանա Կատվերյանը Ներսես Ավետիսյանի հետ միասին գալիս են ինձ հետ երրորդ փուլ Հետի Մակդենիելը 1940 թվականին արժանացավ Օսկարի Քամուց քշվածները ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար։ Թվում է թե ամեն ինչ օրինաչափ է, որովհետև ֆիլմն այդ տարի 8 արձանիկ ստացավ։ Նա առաջին աֆրո-ամերիկուհին էր, ով արժանացավ Բաղձալի մրցանակին եւ ստիպված էր մրցանակը ստանալու համար անցնել դահլիճի ամբողջ երկայնքով, քանի որ նրա սեղանը տեղակայված էր դահլիճի վերջում աֆրո-ամերիկացիների համար նախատեսված սեղանի շուրջ։ Սրտի խորը կսկիծով, բայց այս փուլի վերջում ստիպված եմ ձեզնից մեկին ուղեկցել դեպի տաղավարի ելքը, քանի որ դեպի սուպեր խաղ ընդամենը 2 ուղեգիր կա։ Ես եւ ձեզնից որևէ մեկը։ Եվ մենք խաղում ենք մեր երրորդ փուլը ցանկանում եմ հիշեցնել, որ նախորդ փուլերում վաստակած միավորները զրոյացված են եւ ընթանալու է հավասար պայքար, բայց կա մի առավելություն, ներսես ձերն էր առավել միավորները եւ դուք եք ընտրելու, թե ինչպես սկսել այս փուլը։ Ցանկանում եմ ասել, որ ունենք 5 զույգ հարց, յուրաքանչյուրիդ համար անհատապես նախատեսված եւ ամեն հարցից հետո կունենաք 20 վայրկյան մտածելու համար։ Այստեղ շտապելու կարիք չկա, օգտագործեք ձեր վայրկյանները, մտածեք եւ տվեք հստակ պատասխան։ Խաղը կավարտվի այն պարագայում, փուլը կավարտվի այն պարագայում, եթե ձեզնից որևէ մեկը մաթեմատիկորեն անհասանելի դառնա։ Եթե դուք պատրաստ եք, մենք կարող ենք սկսել Գեղեցկույզյանից։ Դիանայից։ Ասաց Ներսես Ավետիսյանը։ Եվ այսպես Դիանա էկրանին կհայտնվեն լուսանկարներ, որոնցում պատկերված փոքրերը մեծ հաջողությունների են հասել արդեն մեծ տարիքում դուք պետք է կարողանաք կռահել, թե որ դերասանի հանրահայտ աստղի լուսանկարն եք տեսնում։ Ուշադրություն էկրանին։ Ինձ թվում է շատ նման է հենց հիմա իր դեմքին, որ ինքը ունի մեծ տարիքում։ հենց Հա։ ձեզ ճիշտ է թվում։ Գիտեմ, բայց Դիանա, կարող եք բարձրաձայն մտածել, ես այստեղ եմ օգնելու համար նաև։ ես կարամ անունը հիմա սխալ հիշեմ, չէ։ Սեղ մեկ ժամանակը որևէ տարբերակ։ Չեմ հիշում հիմա անունը, ես ինձ թվում է գիտեմ ով է, բայց Ինչ չեմ է հիշում։ խաղացել։ Ինչ որ բան հիշում եք։ Հիմա սուտ կասեմ, չէ։ Ավելավա թող։ Չգիտեք։ Հա, ավելավա։ Լավ, տեսնենք։ Չէ։ Հա, նման էր։ Դաստի Հոֆմանն է, բայց ես չեմ մտածել, որ Դաստի Հոֆմանն է։ Ներսես նույն սկզբունքով գուշակում եք։ Նույն։ Այո։ Սա նա ինչ հեշտ մարդ է լինել, ես մի անգամից գշմիկ եմ։
Ոյ, հեչ հեշտ չի։ Հա, հեշտ չի, ճիշտ է։ Սենց դեմքով աղջիկ։ Էսովո։ Էսովո։ Ինձ թվում է ինքը չի փոխվել ընդհանրապես, ինքը եթե չի հա ինքն է, հաստատ ինքն է։ Խոլի բերին։ Գալ Գադոտն է ինձ թվում է։ Տեսնենք։ Եթե ինքն է մի հատ սերիալում ինքն է, չէ։ Բրավո ներսես, ես Նա Բայց ինչ սևամորթն է։ չէ, ուղղակի հիասած եմ։ Բրավո։ Գալ Գադոտ, ճիշտ է։ Շարունակվում է երրորդ փուլի երկրորդ ենթափուլն է։ Հիմա կտեսնեք հայտնի կադր հավանաբար հայտնի ֆիլմից, որտեղ մի հայտնի դետալ մենք թաքցրել ենք արդեն բոլորին հայտնի կինոյի տարբերանշանի ետևում։ Պետք է փորձեք հիշել ինչ դետալ է թաքցված կամ կռահել պարզապես, թե ինչ կարող ենք թաքցրած լինել։ Ձյանա, առաջինը ձեզ համար է։ Շպրից։ Մեծ շպրից։ Հաստատ։ Ներարկիչ, իհարկե։ Այո, մեծ։ Այս չափսերի ներարկիչը եւ այս տեսարանը անհնար է։ Այո։ Մոռանալ։ Որ ես էլ չի շեի։ Ներսես նույն սկզբունքով գուշակելու եք դուք։ Ինչ են թաքցնում, ուրեմն ստեղ իրենք դարբինները յարա։ Ֆիլմը հիշում եք։ Ֆիլմը հիշում եմ ամենասիրելի հայկական ֆիլմերից մեկն է։ Ինչեր եք Հա, բանն է, ձիու տակ որ խփում են, պայթ, նալ, տեսնենք։ նալ, Նալ։ պայթ։ Պայթ։ Հա, Այո, պայթ։ Բրավո, բրավո, բրավո։ Շարունակում ենք երրորդ ենթափուլն է։ Արհեստական բանականությունը մեր նոր գործընկեր, ում մենք փաղաքշաբար դիմում ենք որպես աբո, գեներացրել է լուսանկար։ Մենք նրան տվել ենք առաջադրանք, ֆիլմի անվանում, սյուժե, եւ նա մեզ է փոխանցել լուսանկար։ Տեսնելով այդ լուսանկարը պետք է փորձեք կռահել, թե ինչ է պատկերացրել արհեստական բանականությունը։ Այստեղ պետք է ձեզ օգնի ձեր իսկ բանականությունը։ Ձյանա, առաջինը ձեզ համար է, խնդրեմ։ Աստված իմ։ Ինչ եք տեսնում։ Կանյոն։ Կանյոնի մոտ է։ Չգիտեմ, ես Ամենաառաջի պլանում ինչ եք տեսնում։ սա լիտայ շտարելգա է, թե չէ։ Չէ։ Չէ, այս կասկայա։ Սեղմեք։ սաղավարտ է, այս բանը Սաղավարտ որը կասկան։ գլխարկա զինվոր։ Կասկայա։ Այո, Զինվորական։ սաղավարտ, այո։ Այնտեղ տեսնում եմ շալար։ Ահա։ Մեկ, Դե ինչ որ պատերազմական կինո պիտի լինի։ այո։ Հա, դե ես եմ Եվ մեկ պատերազմը։ կադրով նկարահանված։ Պատերազմը։ Վայ, հա։ Մի րոպե։ Վայ, անունն եմ մոռացել, Ձյանա։ գիտեմ ես այդ կինոն։ Այս հուշման համար ինձ նույնիսկ կարող էին վճարել։ Գիտեմ։ Հենց հիմա մոռացել եմ անունը։ Թվական։ Չէ, գիտեմ ես 1000 ինչ էր, չեմ հիշում, չեմ հիշի, գիտեմ, տեսել եմ անցած տարի, չէ։ 1917։ Հա, ես 1977 էի ասել ու սխալ լիներ։ Ասեի 77, կասեի 60-ը հանեք։ Չէ, դե տենց ճիշտ չի։ Բայց ամեն ինչ արեցի։ Ամեն դեպք, բայց հասկացա, հենց մի կադրով ասեցին, Բայց այս հասկացա, որ դժվար է, կինոյի այս դժվար է, մասին։ այս Ուղղակի սաղավարտը առաջին համաշխարհայինից։ Հա, այս հուշումա որ պետքա գնալ առաջին համաշխարհայինի Որ մասին։ պետք է գնալ Դե, դեպի կասկայ է, առաջին ասեցի, համաշխարհայինի չէ։ մասին պատմող ֆիլմեր։ Ամեն դեպքում Լիտայ որքան էլ շտարելկայի դժվար էլ լինի նման, կամ հեշտ ներսես, մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ պետք է սկսենք հասկանալ արհեստական բանականության լեզուն մեր կենցաղավարությունը շարունակելու նպատակով։ Նույն սկզբունքով գուշակելու եք դուք։ Հիմա ես պիտի հասկանամ ստեղ ինչ ֆիլմ է թաքնված։ Զենք, փող, բուրգեր, ամերիկյան։ Արհեստական բանականությունը գեներացրել է, մենք ասել ենք ֆիլմի Ընթացքում վերնագիրը, կսխում ես, չմոռանա։ սյուժեն, եւ նա պատկերել է Ամերիկյան ֆիլմ է դե, հոլիվուդյան ֆիլմ է, որտեղ բուրգերը կա։ Բուրգերը կա, French fries-ը կա։ նույնիսկ վստահ եմ, որ ձեր Fancy խմիչքը ամենասիրելի կա։ ռեժիսորի ֆիլմերից է։ Իմ ամենասիրելի ռեժիսորներից Բնականաբար մեկն սիրեք։ է։ Դուք այսօր նրա ֆիլմերից մեկը գուշակեցիք։ Ես այսօր նրա ֆիլմերից մեկը գուշակել եմ, Աստված իմ։ Լսի կարող, հա։ Մի քիչ որ հուշեի։ Մի Մի քիչ որ հուշեի։ մի փոքր հուշեի։ Եվ դեռ անվանում ես մի փոքր հուշել։ Լսի, եկեք մտածենք, բայց Այսօր նրա հավես։ ֆիլմերից հենց դուք գուշակել եք։ Սկորսեզե, Սպիլբերգ, ինչ ենք գուշակել, չեմ հիշում։ Սկորսեզե է, Չէ։ Սկորսեզե չի։ Ելով Պիստոլետով։ Հոլիվուդի հետ կապված ֆիլմ գուշակեցիք։ Տարանտինո։ Տարանտինո ենք գուշակել, Տարանտինո եթե ենք կա գուշակել։ բուրգեր բան ուրեմն, ստա Kill Bill երևի, բայց Չէ, Kill Bill սպասի։ չի, Որևէ լեզվով կարող եք պատասխանել։ 3
ամփառունակ սրիկաները չգիտեմ ինչ ասեմ։ Քրեական ընթերցվածք։ Իսկ ռուսերեն կրիմինալներ չիվո, աստա։ Դե մի հատ գիրք գոներներ, մի բան որտեղ չիմադանի մեջ բանն չի գնա այդքան։ 4-րդ ենթափուլ։ Որքան էլ խնդրեք, միևնույնն է, հուշելու եմ, այսա արդեն հուշելու եմ։ Թեպետ հնարավոր է, որ իմ հուշումը առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց որքան էլ որ խճճի իմ հուշումը, հոգ չէ, նաև ունենք օգնող կադր գուշակելու համար։ Եվ այսպես Դիանա առաջին հուշումը ձեզ համար է։ Ֆիլմ ենթակառուցվածքներով հագեցած փոքրամասշտաբ բնակավայրում կատարված ահռելի եղելության մասին։ Ֆիլմ ենթակառուցվածքներով հագեցած փոքրամասշտաբ բնակավայրում կատարված ահռելի եղելության մասին։ Մեծ պատմություն փոքր քաղաքում։ Մեծ պատմություն փոքր քաղաքում։ Ճիշտ է։ Սիրելի հայկական կինոներից։ Նաև իմ Այո, շատ եմ հայկական սիրում։ ֆիլմը։ Ներսես, հաջորդ հուշումը ձեզ համար է։ Ֆիլմ, որի վերնագիրը ճանապարհային երթևեկության մասնակիցների մանևրումները կանխատեսելու եւ հաշվարկման այդ համակարգում սեփական գործողություններն անվտանգ ու անխոչնդոտ կազմակերպելու հորդոր է։ Զգուշացեք ինչը։ Ինչ եք տեսնում։ Ավտոմեքենա։ Զգուշացեք Բիլգիս ավտոմեքենա։ ավտոմոբիլը։ Չէ՞։ Պետք է զգուշացեք ավտոմեքենայից կամ ավտոմեքենան։ Ես շատ եմ սիրում, որ դուքով եք դիմում, բայց այն ժամանակ ուղիղ էին ասում։ Զգուշացիր։ Զգուշացիր Բիլգիս ավտոմոբիլը։ ավտոմեքենայից, ճիշտ է։ Պատմածով էր երևում։ Ավտոմեքենա, որ ինքդ քեզ փրկել։ Եվ մենք 5-րդ ենթափուլում ենք 3-րդ փուլի, 3-րդ որոշիչ փուլի։ Էկրանին այժմ կտեսնեք 4 ֆիլմերից դրվագներ, որոնցից 3-ը որևէ տրամաբանությամբ, որևէ օրինաչափությամբ ունեն ընդհանրություն։ Եվ պետք է փորձեք կռահել այդ ընդհանրությունը ու ասել, թե որ 4-րդն է ավելորդը։ Իդեպ, եթե նույնիսկ տրամաբանությունն էլ չլինի, որևէ թիվ հնչեցնելու եւ համապատասխանալու դեպքում կրկին միավորը կարող եք վաստակել։ Դիանա, խնդրեմ ուշադրություն էկրանին։ Ծանոթ են։ Ահա։ Մի րոպե։ Bugs Bunny-ն է, Չիբուրաշկան ու ես պետք է հասկանամ ամենտեղ Որն է ավելորդ։ Որն է Որ ֆիլմն է ինչ որ տրամաբանությունից դուրս։ Եթե կարողանաք նաև ասել որ տրամաբանությունից դուրս, գոհ եւ շնորհակալ կլինենք։ Մի րոպե, Չիբուրաշկայը, Bugs Bunny-ն։ Դիանա, տարբերակներ հիշում եք ֆիլմերը։ Լավ, ինչ եք տեսնում։ 4-րդը երևի։ 4-րդը, ինչու։ Չգիտեմ, ցենց եմ մտածում։ Ուղղակի։ Երևի մուլտֆիլմ ման նրանք ֆիլմեր են։ Ես եմ մտածում, որ այս մուլտիկա այդ մեկ, Այո։ մնացածը ֆիլմեր են ու անիմացիոններ ինչ որ բաներով, լուծումներով, իսկ մա ամբողջությամբ մուլտֆիլմ է, այդքանը։ Ֆիլմերը՝ տիեզերական ջեմ, ով է դավել Ճագար Ռոջերին, Չեբուրաշկա, 3 դյուցազունները։ Եվ 3 դյուցազունները այս պարագայում դուրս էին այն տրամաբանությունից, որ նախ մուլտֆիլմ է, ոչ թե նրանք ֆիլմեր են եւ սա մուլտֆիլմ է, ներսես ինչպես դուք շեշտեցիք, թեպետ մոտ է ճշմարտությանը, բայց նրանք ֆիլմեր են մուլտ հերոսներով, անիմացիաներ, այո։ Ապես մուլտֆիլմ է։ Ձեր տրամաբանությունը ձեզ օգնեց վաստակելու միավոր, Դիանա, բրավո, շնորհավորում եմ։ Շարունակում ենք Ներսես, ծափարություններ Դիանային։ Ներսես նույն սկզբունքով գուշակում եք դուք։ Գնացինք։ Եվ ասեմ ավելին, եթե գուշակեք, գալիս եք ինձ հետ սուպեր խաղ։ Այո։ Խնդրեմ։ Գնացինք։ Oh God։ Ֆիլմերը հիշում եք։ 3 Billboards of Ահա, հաջորդը։ Մի հեշտ է։ Այդ 3 հրացանակիրները, հա։ Հաջորդը։ Ինչ եք տեսնում։ Տեսնում եմ, որ կա Վերջինը հիշում եք։ Վերջինի վերնագիրը չեմ հիշում օրինակ, ու ֆիլմն էլ չեմ հիշում։ Արսեն ջան, արդեն։ Հիմա Մի րոպե։ մեկ 3 Billboards։ Ես կարամ հուշեմ որպես շատ ազնիվ խաղացող։ Մի տարբերակ։ La 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 na 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 na
Ձանա, եթե հարցը ձեզ լիներ, դուք կպատասխանեիք։ Մի անգամից։ Մի անգամ։ Հա, ես կարամ ասեմ, ու ինչի տենց չի, էլի։ Ու ինչի այդ դուրս։ Բայց մենք ներսես հետ ենք խաղում եւ Լավ, երևի սպասում ձեր պատասխանին։ չգիտեմ, 3 կերպար եմ տեսնում, ընդեղ եմ 3 կերպար տեսնում։ Ստեղ չեմ տեսնում 3 կերպար, բայց ընդեղ ինձ հուշում է Three Billboards-ը, որ երևի որ 4-ն է երևի տարբերվում, որտեվ ընդեղ ամենտեղ կա 3, հա, մուլտի վրա էլ վստահ չեմ, կամ առաջինն է կամ 4-ը, բայց ես ընտրում եմ 4-ը։ Անցնենք վերնագրերով։ Տրիկատա։ 3 կատուներ։ Դարտանյանը եւ 3 հրացանակիրները։ 3 բիլբորդ Էբինգի սահմանին, Միսուրի Եվ 12 ստուդիա։ եւ 12 աթոռ։ Աստապ։ Ուրեմն հաստատ ճիշտ եմ ասել։ Այո։ Վստահաբար ճիշտ Ճիշտ եք ես ասել, ասել։ որովհետեւ մնացած Ես քեզ երկրեմ, եթե երեք սաունդտրեկից։ թիվը։ Եվ ներսես դուք ինձ հետ գալիս եք սուպեր խաղ, Ձյաննա, բրավո, հիանալի խաղ ցուցաբերելու համար։ Դուք այսօր եւս փայլեցիք ձեր կինո գիտելիքներով։ Ձեր երեստատիտողներ, մեր սուպեր խաղացողը կարժանանա սուպեր մրցանակի թե ոչ, կիմանանք վարքյաններ անց։ Վերջին փորձությունն է բաժանում մեր մասնակցին կինոյի հաղթողի վսեմ կոչումից։ Դեպ դրա համար նա ունի 120 վայրկյան ու 7 ֆիլմ գուշակելու հնարավորություն։ Մեր սուպեր հերոսը սուպեր խաղ ցուցաբերեց եւ հայտնվեց սուպեր խաղում։ Ներսես նախորդ անգամ երբ դուք կինոյի տաղավարում էիք եւ հաղթեցիք մեր սուպեր խաղը փոքրինչ այլ կերպ էր եւ այսօր ձեզ համար այս ձևաչափը Չկան այսօր կերպարներ չկան, որ պետք է գուշակել, փոխարենը կան ֆիլմեր, որոնք պետք է գուշակել, որոնց համար դուք կունենաք 120 վայրկյան ժամանակ։ Եթե գիտեք պատասխանը, խնդրում եմ սեղմել եւ հնչեցնել։ Եթե վստահ չեք պատասխանի մեջ, ավելի լավ է առանց սեղմելու տալ հաջորդը հրահանգը, մենք հետո կվերադառնանք չգուշակված ֆիլմերին, որովհետեւ սեղմել եւ սխալ պատասխանի պարագայում խաղը կընթացվի։ 120 վայրկյանները կանգ չեն առնելու, պատրաստ եք։ 120 վայրկյան եւ 7 ֆիլմ, ներսեսին ծափահարություններով մաղթենք հաջողություն։ Ներսես Օսկարը ձեզ է սպասում, խնդրեմ սկսեցինք։ Դուք էլ եք զբաղվում այս գործողությամբ։ Վայ գիտեմ ես, երկիր, sing, Սեղմեք, երկիր։ ճիշտ է։ Նա սուրճն էլ կա։ Պելե։ Ճիշտ է։ Այս դժվար է։ Սերիալ է։ Անցանք։ Անցանք։ Jack Nick, Ghost Rider։ Ghost Rider։ Ճիշտ է, ուրվական մոտոցիկլիստը։ Gucci, Lady Gaga։ Ճիշտ է, Gucci տունը։ Ալբերտ Ազարյանին ինքն էլ խաղում է կարծեմ մեջը։ Ինչ ոսկե օղեր, ոսկե Փարքի օղակներ ընդունում են, ճիշտ է։ Ոսկե մալակասոս։ Բոս կատնակերը, ճիշտ է։ Դեռ ժամանակ կա։ Ես գիտեմ ես ում է։ Կարեմ հարց տամ։ Ինքը մանյակ կոնդա, հա? Դահմերը չի, Dexter։ Ճիշտ է։ Եվ այո, Ներսես Ավետիսյանը երկրորդ անգամ կինո հաղորդաշարի բացարձակ հաղթող է ճանաչում եւ ես գերագույն հաճույքով Օսկարը հանձնում եմ քեզ Ներսես որպես արժանի խաղացող Շնորհակալություն դերասան եւ արտիստ ու իհարկե կինոպարկի մեր գործընկերոջ կողմից սպասված ֆիլմերը դիտելու հնարավորություն։ Շնորհակալ եմ անչափ
Չգիտեմ, հուզված եմ, լարված եմ, Այս անգամ խաղը ինչպես Այո։ նյութագրեք ներսես։ շատ հետաքրքիր։ Այս խաղը ես ավելի սիրեցի, որտեվ իհարկե նախորդ խաղում էլ կար մրցակցություն, բայց այստեղ կար լարվածություն ավելի շատ։ Եվ կարծում եմ, որ Ձիանայի հետ շատ վտանգավոր խաղ էինք խաղում, երկուսից որևէ մեկը կարող էր հանգիստ հայտնվել այստեղ։ Ես կասեի գլադիատորական խաղ էիք խաղում եւ համանուն ֆիլմի երաժշտությամբ էլ ավարտում ենք մեր այսօրվա եթերը։ Հանս Սիմեր, Ջիվան Գասպարյան, Երվանդ Երզնկյան։ Հատուկ կինոյի հաղթող գլադիատորի համար։ Ստոպ, նկարահանված է, բոլորին շնորհակալություն, բոլորն ազատ են։ Մաեստրո, խնդրեմ, action։ Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։